Շատ եմ հավանում, շատ շքեղ է։ Նիշել շատ բաց է, ամբողջը թափանցում է, այս ինչ է։ Լավ էլի Սար, ընդհանրապես բաց չի։ Հո դու մանաշկա չես, հերիք հանուն տնես, բաց է, կարճ է։ Թաքնելու եմ ու ինձ անհարմար զգամ։ Չեմ կարծում։ Գեղեցկուհի կդառնաս ու կլինես բոլորի ուշադրության կենտրոնում։ Իսկ դու ինձ հարցրել ես, ես ուզում եմ ուշադրության կենտրոնում լինեմ։ Բայց ժամանակն է։ Դու պիտի լինես գեղեցկուհի այդ օրը, որովհետև հոբելյարի ընկերուհին ես։ Վախենալու բան չկա, հետդ եմ։ Դե այդքան էլ այդպես չի։ Գնա փորձի այդպես է։ Ես մանաշկա եմ, Մի քիչ։ Բարի առավոտ, խռովված հերոս։ Ոնց ես։ Լավ, նորմալ։ Դուք ոնց եք։ Ինձ ուղղակի զարմացրեց քո զանգը գիշերով եւ թատրոնում մնալու խնդրանքը։ Ճիշտն ասած, տեղ չունեի, որտեղ որ կգիշերեի։ Մերսի շատ, որ օգնեցիք։ Ինչ է պատահել։ Էդ ոնց է հայրդ քեզ մենակ թողել։ Ես եմ իրան մենակ թողել։ Կարող է իմ գործը չի, բայց պիտի ասեմ։ Քո հայրը այնպիսի մարդ է ու այնքան է նվիրված քեզ, որ նրան նեղացնելը առնվազն մեղ գործել է։ Ամեն ինչ ես կյանքում խապուսիկ է։ Ես որպես ավակ ընկեր եւ սրտացավ մարդ նպատակահարմար եմ գտել ամեն ինչ ասել Արամին։ Անչափ շնորհակալ եմ։ Ինչի համար, Արամ ջան, ինձ համար ճիշտ է, սա էր։ Ես ասեցի չեմ լուսացնի։ Իսկ ես երկար թափառելուց հետո հասկացա, որ պետք չի մեռնել։ Պետք է ապրել ու հասկանալ, որ այս կյանքում մարդիկ սուրբ չեն ու կյանքն էլ դրախտ չի, որ կարող են
խաբելու ցավացնել։ Ու չնվիրվել քեզ այնպես ինչպես որ դու ես իրենց նվիրվում։ Լեո, Ես ոչ մեկի չեմ մեղադրում։ Ոչ ոք մեղավոր չի, որ դու անբացատրելի բարի ու մաքուր մարդ ես։ Լեո, Աղբերս ասում էր, որ այս կյանքում պետք չի ազնիվ ու մաքուր լինել։ Ու նվիրվել անմնացող։ Լեո, ես քեզ նվիրվել եմ անմնացորդ։ Լեո, ես քեզ սիրում եմ անմնացորդ։ Ու դու ամենավերջին ապերախտը կլինես, եթե հերքես տա։ Չնայած արդեն հերքեցիր։ Ինձ համար անհասկանալի ու զարմանալի է։ Դու ինձ ամեն ինչ տվել ես, քո կյանքն ես նվիրել, տարիներ շարունակ դու պայքարել ես իմ կյանքի համար։ Բայց քո հարազատ որդուն անտեր ես թողել։ Նրա մայրը Քո կինը, ում հետ դու ամուսնացած ես եղել ու ես դրա մասին չեմ իմացել։ Նրա մորը Լեո, ես ջնջել եմ իմ կյանքից, իմ մտքերից։ Այդ անարժան կինը վայելում էր ընտանիքի սերն ու համակրանքը, բայց իմ սիրուն այդպես էլ չարժանացավ։ Որտեվ անտանելի կին էր։ Նա սուրկ էր մարդկային բոլոր հատկանիշներից։ Ես չգիտեմ ու էդ իմ գործը չի։ Բայց մի բան հաստատ է, որ դու քո որդուն մենակ ես թողել։ Խաչ ես քաշել իրա վրա։ Ու էդ իմ համար անընդունելի ու անհասկանալի է։ Մայրը խակարեց։ Այդ զզվելի կինը կտրեց մեր կապը։ Ու հիմա երբ նա չկա, որդին հայտնվեց։ Բայց նրա մեջ ես մոր անհորակությունն եմ տեսնում։ Անկախ ամեն ինչից։ Ինքը քո որդին է։ Արի տուն գնանք, հա Լեո։ Դու այդ խոսքերին չպետք է կարևորություն տաս։ Դու գնա, ես չեմ գալիս։ Ուզում ես, որ ես մեռնեմ։ Այս կյանքում ամենից շատ ուզում եմ, որ դու լավ լինես։ Ու կյանքում վատոր չտեսնես։ Եթե դու չվերադառնաս, ես այդ վատորը կտեսնեմ։ Դու ինձ համար ամեն ինչ արել ես։ Ու ես շնորհակալ եմ քեզ մինչև Աստծո դուռ։ Բայց հիմա գնա ու քո հարազատ որդուն հայրություն արա։ Ցավում եմ, Լեո։ Ցավում եմ, որ դու այդպես էլ ինձ հարազատ չընդունեցիր։ Ցավում եմ, որ այդպես էլ ես քեզ հարազատ չդարձա։ Չնայած առաջին իսկ օրվանից ես քեզ հարազատ եմ համարել։ Հավատա, Աստված քեզ դրա համար վարձատույց կլինի։ Գիտեք չէ ծնունդս է։ Մերսի։
կյանքս։ Գիտես չէ, այսօր ծնունդդ ընենց լավ ենք նշելու։ Ազիզ, ամբողջ գիշերն նենց ես նշե, որ դու կարաս գնաս գործերիդ նայես։ Չհասկացա։ Եթե քո ծնունդն է, նաև իմ ծնունդն է, այսինքն քո կյանքի երկրորդ կեսի։ Ու ես այսօր քո ծնունդը դարձնելու եմ միջոց, որ բոլորին ցույց տամ, որ դու գտել ես քո երկրորդ կեսին ու ամուսնանալու ես։ Ես նման մտադրություն չունեմ։ Աղջիկ։ Ու ավելի լավ է քեզ խելոք պահես, թե չէ քո համար վատ կլինի։ Ես Գերմանին հետաքրքիր չեմ։ Իրա կողմից բարկությունը պետք չի որպես սեր կամ սիրուց ծնված խանդ համարել։ Ես ոնց է եկար։ Ես սովոր չեմ փախչելու։ Բայց գիտես չէ, եթե եկել ես ուրեմն պիտի պատասխան տաս։ Ինձ հետ եթեներով ու ուլտիմատումներով չխոսես, որ մեր խոսակցությունը ստացվի։ Ինչի նախորդ անգամ ասեցիր, որ գտնելու եմ աղջկաս։ Եթե ես արդեն իսկ թաղել եմ նրան։ Դու ուրիշ երեխու ես թաղել։ Դու պիտի չհանդիպեիր նրան, որ գերեզման չտանեիր։ Լսի, դու ինձ ինչ ես ուզում։ Կարող է ուզում ես մեռնեմ։ Եթե դա քո նպատակը, ուրեմն ասեմ իմանաս, որ ես արդեն մեռել եմ։ Քո երեխեն չի մեռել։ Դու ինչ գիտես, հա։ Ինչի ես քեզ խելոքի տեղ դնում։ Ես թղթերը ձեռքիս կոնկրետ տվյալներով եմ գնացել գտել աղջկաս։ Դրանք սխալ տվյալներ են եղել։ Սուտ ես ասում։ Դու բան չգիտես, դու ոչ մի բան չես կարող իմանալ։ Ես հասկացա։ Դու միտումնավոր ես անում, որ ես ցնդեմ, չէ՞։ Ես քո էժան վիճակների մեջ չկամ, որ վրեժ լուծեմ էժանակին ողբով։ Ասում եմ քո երեխեն չի մեռել, ուրեմն այդպես էլ կա։ Եթե չես հավատում, շարունակիր ողբալ, բայց քո երեխուն գտնելու ես։ Որտեղից են գտնելու։ Որտեղից երբ են գտնելու։ Եթե բան գիտես, ասա։ Եթե բան գիտես, ով խնդրում եմ, ասա, մի վարվի ինձ հետ այդպես։ Իմ խոսքն ինձ համար ամեն ինչ է։ Եթե չես հավատում, այդ քո խնդիրն է։ Իսկ սխալ ինֆորմացիայի համար տես ով է պատասխան տալու։ Որովհետև ինչ որ մեկի, այդ թվում նաև քո սխալի համար։ Անմեղ երեխա է կյանքից զրկվել։ Լիլիթ ջան, խնդրում եմ թույլ տուր կամ դասընթացներս ավարտին հասցնեմ, որպեսզի կարողանամ աշխատել որպես մեյքափ արտիստ։ Գաբրիելա, խնդրում եմ, դասիր, ես հասկանում եմ շատ եմ ստել, բայց խոստանում եմ, որ ամբողջ գումարը ինչքան որ կկարողանամ հավաքել, կբերեմ ու քեզ կտամ։ ինչ չէ, ուսմանդ վարձ է, Գաբրիելա։ Լավ, Լիլիթ ջան, ծանոթացի իմ ընկերուհիս Սարան։ Շատ հաճելի է։ Միշելը ձեզ այնքան ագովել։ Այնքան, որ որոշեցիք վստահել ինձ։ Տեսնենք ինչ կարող ենք անել այսօր։ Ես կանեմ իրա մեյքափը։ Ոչ։ Ես չէի էլ թողնի։ Դու կլինես հետևողի դերում։ Լիլիթ ջան, իրանք ուղղակի իրենց այնպես են պահում, կարծես չեն ճանաչում ինձ։ Իրականում Սարան իմ քույրն է։ Լուրջ։ Այդ ոնց եղավ 26 տարվա ընթացքում առաջին անգամ հիշեցիր, որ Սարան քույրդ է։ Բայց նման չեք իրար։ Իհարկե նման չեն։ Ոչ մի բանով, Լիլիթ ջան։ Այս շահամոլը չի կարող Սարայի քույրը լինել։ Միշել լավ։ Եթե ընկերուհիդ չլիներ, ես չգիտեմ ինչ կանեի հետը։ Լավ աղջիկներ, ասեք ինչ առիթ է իմանանք ինչ դիմարդարում անենք այսօր։ Ծնունդ։
Բայց սա սովորական ծնունդ չի, Սարան այդ օրը պիտի թակուհի լինի։ Իրա ծնունդն է։ Չէ, իրա սիրելի ընտրյալի։ Այստեղ են ասել, մեզանում ես շողոլեց ընգնում։ Չէ ասի։ Աբլես բալես, ոնց արեմ, որ նշանի տղան ես։ Ես իրիկուն կեզ հրավիրում եմ Սևանի մամարանից։ Իրիկունը չեմ կարա, արդեն հրավիրված եմ։ Լեռնոյի ծնունդն է։ Էդ չհասկացա, գնալու ես։ Դե հրավիրել է, ոչ եմ մերժի։ Սիրուն բան չի ստացվի։ Մեռա քեզ ասել եմ, որ հեռու մնա դու դրանից։ Ձյաց Բակո։ Ախր որ բացատրես ինչի համար հեռու մնամ։ Հնարավոր է, որ հեռու մնամ։ Բայց չես բացատրում, ու հենց է տավատը։ Բալես, դու քեզ զորով փորձանքի մեջ ես գցում։ Ինչի։ Լեռնոն լավ տղա չի։ Ինքը ինձ բան չի կար անի։ Էդ դու հլը չես կարա ասես։ Իսկ ինչ-որ պատճառ ունի ինձ վնասելու։ Հա, քանի որ դու ես ուզում իրան վնասես։ Չէ։ Հա, մտքիդ կա դրան վնասելու, որովհետև ինչ։ Շարունակի։ Տղա ջան, Մոսկվայում բիզնես ունես, ամեն ինչն էլ ունես, գնա ամուսնացի, մի հատ լավ ղոշ տղա ունեցի ու հորդ անունը դիր։ Ես Հայաստանից ոչ միտեղ չեմ գնալու, մինչև որ չգտնեմ հորս սպանողին։ Այստեղ են էլ իրանն ասում։ Ես ուղղակի զգում եմ, որ այսօր բացահայտվելու է, թե ով է սպանել հորս։ Ու այսօր Լեռնոյի ծնունդին ես ստանալու եմ ինձ բոլոր հուզող պատասխանները։ Չեմ հասկանում, դու ինչիդ վրա ես այդքան վստահ։ Զգում եմ, ներքին զգացողությունը։ Մամաշ, սրտիցը տարյունա գնում, ձեռքդ ճար չկա, բռիս մեջ ես, ինչ ասեմ պիտի անես։ Նատալի Յուրիևնա, ես առանց ինձ մանկատունը ոչ մի դեպքում չէի թողնի, բայց որ դուք ասեցիք անպայման պիտի Լեռնոյի ծնունդին ներկա գտնվեմ, ստիպված եկա։ Չնայած մանկատանը ամեն ինչ կարգավորել եմ, աշխատողներին հրամանները սաղ տվել եմ, վազելով եկել եմ։ Ես չէի կարող մենակ մնալ ու կուլ տալես ամեն ինչը։ Վայ Նատալի Յուրիևնա, ես միշտ դեր կողքին եմ։ Բայց մի բան հարցնեմ, ովքեր են գալու, շատ հյուրեր են կունենալու։ Լեռնոն իր անեղ շրջապատով։ Ես որևէ մեկին չեմ հրավիրել։ Իսկ կներեք, բայց մի հարց էլ պիտի տամ, ոնց որ ձեր սրտով չի հա այս կազմակերպած Լեռնոյի խնջույքը։ Լեռնոյի կազմակերպած որևէ բան չի կարող իմ սրտով լինել։ Նատալի Յուրիևնա, բայց ձեր հարսիկը Սիրունիկա գիտեք։ Նա իմ հարսը չի։ Հա, բայց ես գիտեի։ Դու սխալ գիտեիր։ Հնդուրդ գալիս է։ Կյանք, ասենք, որ մի 2 սանտիմետր էլ խնայեիր, կարող է տկլոր ֆրֆռայից ստեղ։ Յա։ Հա, համ հով կլներ, համ զոհ։ Ես չլինի խանդում ես։ Երազում ես չէ, որ քեզ խանդեմ։ Հենա ընկերդ էլ եկավ։ Ծնունդը շնորհավոր աղբեր ես։ Նվերը սուրա։ Այս տեսքով կլնի։ Խի դու չգիտես, որ ես եմ սիրում։ Այս մարդ չկա։ Մենք մարդ չենք։
Արի, մի բաժակ խմենք իրար հետ, արի։ Ինչա։ Ինչի ես կոպիտ խոսում հետս։ Բա ինչ էիր սպասում։ Նրանց մտածում էիր պետքա օրհնեմ քեզ։ Ինչ օրհնություն։ Ոնց ինչ օրհնություն։ Մոռացար հա արդեն։ Ասեմ, որ դու այդ քամելյոնը լավ էլ իրար սազում եք։ Գերման, մենք զույգ չենք։ Երեք դու չասեցիր։ Բեկ գնա, ինքը իմ հյուրն է։ Ես ասացի։ Ինձ հետաքրքիր չի թե դու ինչ ասեցիր։ Իրար լավ սազում եք, ու ասեմ իմանաս։ Էդի տենց փողել ունի։ Մամայիդ կարաս ասես մանկատանն էլ կհովանավորի։ Այսինքն ձեզ էլի։ Գերման, դու ինձնից նեղացել ես ու հիմա էլ ինձ ես նեղացնում։ Եթե վերջացրել ես, անջատի հեռախոսը։ Ես ինչ ես անում։ Սենյակն եմ մաքրում։ Սա իմ տղայի սենյակն է հիմար։ Ու նույն ջանասիրությամբ իմ այս նկարները նորից կդնես իրաց տեղը։ Ես այս զիբիլյանոցում չեմ քնի։ Զիբիլյանոցը քո ուղեղն է։ Ու այս տան մեջ քո համար անկյուն չկա։ Եթե դուք ապրում եք արտերկրում, ապա ձեր շատ սիրելի հեռուստասերիալի իրադարձությունների զարգացմանը այսուհետև կարող եք հետևել Հայնետ TV-ի միջոցով։ 40-ից ավելի հայկական ալիքներ, որից 10-ը առանց գովազդի։ Հայնետ TV։ Ձեր սիրելի հեռուստաալիքը միշտ ձեզ հետ։ Լավ ես արել, որ եկել ես ախպերս։ Վիշտը մնում է վիշտ, բայց ես չէի կարող չգալ ու չշնորհավորել։ Ցավդ էլ տան եմ։ Շնորհավոր։ Աստված իմ։ Ինչ կլինի, երբ նշանի որդին իմանա։ Գերման այսօր Լեռնոյի ծնունդն է ու ես տանից չեմ կարող դուրս գալ, բայց շատ կցանկանայի հանդիպեի ու խոսեի քո հետ։ Չէ հա, փաստորեն կարևոր մարդու կարևոր ծնունդ է էլի։ Դե շատ լավ է, վստահ եմ քամելյոնը էլ է տեղ լինելու։ Կարակ իրար վայելեք, սիրեք, սիրվեք։ Չեմ ստի, Դեյվն էլ է այստեղ։ Դե շատ լավ է, կարակ իրար ջան ասեք, ջան լսեք, Դիանա ջան։ Մերսի։ Իդեպ ոչ միայն Դեյվն է այստեղ։ Քերուտ աղջիկն էլ է եկել ու ոչ մենակ։ Ես ձեր արա։ Այդքան շատ են այս նկարները քեզ դուր գալիս։ Տարկո սենյակը կպցրու։ Այս նկարները պիտի մնան այս սենյակում։ Ես եմ այս սենյակում քնելու։ Ոչ մի անգամ։ Այս սենյակը տեր ունի։ Ճիշտ ես, այս սենյակը տեր ունի ու ես եմ այդ տերը։ Հին տիրոջ իրերից էլ ազատվում եմ։ Դուրս ես սենյակից։ Այս սենյակի հետ գործ չունես։ Դուրս կորի։ Դուրս։ Ասացի այս սենյակում ես եմ քնելու։ Այս հորը դուրա ձերս բարձրաս։ Իմ հոր չէ։ Քո հոր։ Եկար Լեո ջան։ Եկել եմ շոյրես հավաքեմ։ Ապրես։ Շատ էլ ճիշտ ես արել։ Մենք էլ դրան էինք սպասում։ Այս նկարներդ է կարաս հավաքես տանես։
Պապատ նկարների համար տենաս ինչ կռիվ էր անում։ Արա, սովորի հորս հարգել, թե չէ կստիպեմ, որ հարգես։ Էդ ոնց է ստիպելու։ Հլը ստիպի տենա։ Մի ստիպի։ Լեո ջան, գործ չունես։ Գործ չունես ես հիմարի հետ։ Հիմա նովա։ Բիձա։ Բարև ձեզ։ Մամա ջան, ծանոթացի։ Գեղեցկուհի Սառանը։ Եվ ով է գեղեցկուհի Սառան։ Կյանքիս կեսը։ Պետրաբանա ով է։ Այն էլ մյուս կեսը։ Չհասկացես դու քանի կես ունես։ Մերս կայֆով դառնում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Քույրսը։ Ուրախ եմ։ Ես նույնպես։ Բարև ձեզ։ Գնանք բարենք։ Ոչ։ Նեղացնում ես։ Ովքեր են դրանք։ Աղջիկներ են, որոնք եկել են ծնունդը շնորհավորելու։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Ինձ դուր չի գալի, թե դու ոնց ես նրանց վրա նայում։ Մի խանդի։ Ազիզ ջան, դու գիտես չէ, որ մենք միասին ենք լինել։ Ես ինձ լավ չեմ զգում։ Ինչի՞։ Մի հատ ինձ նայ, ոնց որ թութակ լինեմ։ Ոչ, գեղեցկուհի ես չլսեցի, լեռնան ասես։ Ով իմացել ես, դրանք երկու հել է գնացել են բոմժի ծնունդին։ Երկու անական ճապուշ են, ինչ ասեմ։ Հեսա ես կեթամ ինչ պետք է կասեմ։ Շուտ բերում ես իրանց տուն։ Ախպերս, ես մի 5 րոպեով դուրս եմ գալի գամ։
Լեռնո անհարմար է, բաց թող։ Սիրում եմ քեզ։ Առաջին անգամ Լեռնոն զգում է, որ սիրում է։ Բայց մարմնով չէ, սրտով։ Դու գիտես այդ ինչ նշանակում։ Հələ սրան ինչ անում։ Ոնց այնց նվաստացնում։ Ես գժվում եմ քեզ համար։ Լեռնո շատ ես խմել։ Բայց չի խանգարում, որ ես սիրեմ քեզ։ Համ բացատրելի զգացողություն։ Չեմ կարա բացատրեմ։ Ինչ է իմ հետ կատարվում։ Քո կողքին դառնում եմ անկառավարելի։ Ժողովուրդ! Ես սիրում եմ այս աղջկան։ Հա! Գժվում եմ քեզ համար։ Սիրում եմ քեզ։ Լեռնո, խնդրում եմ, ինչ ես անում։ Ժողովուրդ, ես հայտարարություն ունեմ անելու։ Ուզում եմ, որ այստեղ հավաքվածներդ բոլորով իմանաք, որ մեր այսօրվա հոբելարը մարդասպան է։ Ինքն է սպանել Նշան Բագրատյանին, իմ աչքի առաջ, հենց իմ։